Ղրիմի բռնակցման եւ արևելյան Ուկրաինայում ռուսների ակնհայտ միջամտության հետևանքով Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերություններում առաջացել է սառը պատերազմից ի վեր ամենաբարդ ճգնաժամը։ Անցյալ տարվա ապրիլից սկսված Ուկրաինայի արևելքում բախումներում սպանվել է մոտ 7000 մարդ։ Հուլիսին Վիեննայում Իրանի եւ 6 տերությունների միջուկային համաձայնագրի կնքման կապակցությամբ Օբաման զանգահարել է Պուտինին եւ շնորհակալություն է հայտնել այդ կարևոր ձեռքբերմանը նպաստելու առիթով։ Երկու նախագահները վերջին անգամ հանդիպել են անցած տարվա նոյեմբերին։ Պուտինը 2012 թվականի մայիսին երրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ամերիկա չի այցելել։ Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու ղեկավարների հնարավոր հանդիպման հարցը։ Մինչդեռ ՆԱՏՕ-ն սկսել է սառը պատերազմի ավարտից հետո ամենալայնածավալ զորավարժությունները։ Ռուսաստանցի օրենսդիրները դրանք անվանել են ոչ թե պաշտպանական վարժություններ, այլ սադրանք։ Արագ արձագանք կոդային անվամբ զորավարժություններին մասնակցում են 5000 զինծառայողներ ՆԱՏՕ-ի 11 երկրներից։ Հիմնական վարժությունները տեղի են ունենում Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքում եւ կտևեն մինչեւ սեպտեմբերի 13-ը։ Ամերիկայի զինուժի ղեկավարները օգոստոսի 18-ին հայտարարելով զորավարժությունների մեկնարկի մասին ասել են, որ դրանց նպատակն է ցուցաբերել բարձր պատրաստություն եւ Եվրոպայի հզորությունն ու անվտանգությունը երաշխավորելու կարողություն։ Պետական դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոյեդովը ասել է, որ ռուսական զինուժը զգոն է եւ պատրաստ է արձագանքել ցանկացած մարտահրավերին։ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ ասել է, որ Դոնբասում իրավիճակի ակնհայտ վատթարացման պայմաններում այդ օրինակ խոշոր զորախաղեր անցկացնելու մտահղացումը խիստ վտանգավոր է։